Միանգամից երկու բնակավայր են գրավել ռուսները, մեկը Սումիի, մյուսը Դոնեցկի մարզում։ Տեսանյութում երևում է ինչպես են ռուսները Սումիի մարզի Վոդոլագի բնակավայրից ու Դոնեցկի Նովոպոլի գյուղից հանել ուկրաինական զորքին։ Կադրերը հենց այդտեղից է հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անդադար ռմբակոծությունների ֆոնին Սումիի իշխանությունները հայտարարել են 11 գյուղի տարհանման մասին։ Նշվում է, որ բնակչության գլխին անդադար մահվան սպառնալիք է կախված։ Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում էր, որ ռուսները սահմանամերձ այդ տարածքներում ավելի քան 50,000 զինվոր են տեղակայել մասշտաբային հարձակման համար։ Ռուսների առաջխաղացումը շարունակվում է նաև Խարկովի մարզում։ Մարտերի ժամանակ ուկրաինացիները կորցրել են 185 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 1 էլեկտրոնային պատերազմի կայան։ Այս գիշեր ուկրաինացիներն էլ անօդաչուներով գրոհել են Կուրսկի մարզի ուղղությամբ։ Ռիլսկի եւ Լգովի շրջաններում վնասվել են բնակարաններ։ Շուրջ 2 տասնյակ զոհի մասին է հայտնում մարզի նահանգապետը։ Բանակցությունների նախաշեմին ճակատը թեժ են պահում եւ ռուսները եւ ուկրաինացիները։ Ամենաշատը Միացյալ Նահանգների նախագահին է բարկացնում ռազմական գոտու թեժ իրավիճակը ռուս-ուկրաինական բանակցություններից ընդամենը 2 օր առաջ։ Նա համառ առաջնորդներ է անվանել Զելենսկիին ու Պուտինին։ Եվ Պուտինը, եւ Զելենսկին շատ համառ են։ Ես Պուտինին շատ լավ եմ ճանաչում եւ նրա հետ շատ բաների միջով եմ անցել։ Ուզում եմ տեսնել այս պատերազմի ավարտը։ Ռուս պաշտոնյաները վստահ են Կիևը Թրամփին Մոսկվայի դեմ է տրամադրում եւ փորձում է համոզել ԱՄՆ առաջնորդին, որ ռուսները շահագրգռված չեն խաղաղությամբ։ Իրականում նրանք ներդրել են բոլոր ջանքերը Դոնալդ Թրամփին համոզելու, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Ընդհակառակը վստահեցնում են, թե իբր Ուկրաինան է շահագրգռված խաղաղության բանակցություններով եւ մեծ ջանք է գործադրում դրա համար։ Բայց այն ամենը, ինչ Կիևն այժմ անում կամ ասում է, չի համապատասխանում իրականությանը։ Աշխարհը սպասում է ռուս-ուկրաինական բանակցային խմբերի մյուս հանդիպման արդյունքներին։ Հունիսի 2-ին հակամարտող կողմերը Ստամբուլ են գնալու խաղաղության իրենց առաջարկներով։ Հասմիկ Սերոբյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։